Պարոն Սարգսյան, օրեր առաջ քաղաքացիությամբ ռուս ազգությամբ ադրբեջանցիներ են եկել Հայաստան, հայտարարում են տեսանյութ են տարածել, որ Ամասյան համարել էին իրենց հողերը, իրենց տարածքը եւ ԱԱԾ-ն դրանից հետո հայտարարեց, որ երկու այդ ադրբեջանցիներ ազգությամբ 13 եւ 14 թվականին եւս եղել են Հայաստանում։ Դուք հիշում եք նման բան, եղել են ադրբեջանցիներ եւ ինչպես են իրենց պահել այդ ժամանակ։ Ոչ, ես չեմ հիշում այդպիսի բան, բայց եթե ԱԱԾ-ն է հայտարարում, ուրեմն այն ժամանակ էլ ԱԱԾ-ն ֆիքսած պետք է լինել, էլի, բայց եթե ֆիքսել են, ապա ինչու հրապարակայինորեն դրա մասին չեն հայտարարել։ Սա մի հանգամանք, երկրորդ հանգամանք մի բան էր այն ժամանակվա ադրբեջանցիների գալը, երկրորդ բանն է այս ժամանակվա ադրբեջանցիների գալը։ Ականհայտ չի ձեզ համար, տարբերությունը շատ մեծ է, չէ՞։ Այն ժամանակ բանակցությունները այլ դիրքերից էր, շփումները այլ դիրքերից էր, իսկ այսօր բոլորովին այլ դիրքերից է։ Ու ինչ ասեմ, հարցրեք նրանց, ովքեր բանակցում են, կարող ավելի հարազատ են։ Իմպիչմենտի գործընթացում այդպես լուրջ նկատելի առաջընթաց կարծես թե չկա, դուք էլ չեք որոշել մասնակցելու եք ընտրություններին, թե ոչ, դա էլ է ինչ որ գործոններից կախված։ Հիմա որ երկուսն էլ չլինի օրինակ տեսականորեն, չգիտեք ինչ կլինի, ձեր քաղաքական ուժը ինչու է զբաղվելու այդ դեպքում, ինչ եք պատրաստվում անել։ Այսինքն, եթե ընտրություններ չկան, քաղաքական ուժը անելիք չունի։ Ես չասացի անելիք չունեք, ես ասում եմ ինչ եք պատրաստվում անել։ Մենք պատրաստվում ենք շարունակել մեր պայքարը շատ մեծ ինտենսիվությամբ եւ կարծում եմ մեր հաջորդ հանդիպումը այստեղ իմպիչմենտի մասին նոր բան կլսեք։ Այսինքն եթե անգամ օրինակ Այսինքն չեմ ասելու ինչ, բայց սպասեք կլսեք։ Մի ճիշտ ուղղակի ես ճիշտ հասկացա, որ դուք այս բանը չեք կարող կանխատեսել ընդդիմությանը միավորվելով կհաջողվի իշխանություն վերցնել խորհրդարանում, ինչպես որ տեղի ունեցավ Գյումրիում։ Ոչ միավորվելու մասին չի խոսքը, ես նորից պետք է կրկնեմ, խոսքը ներ ընդդիմադիր պայքարը ուրիշներ ուրիշ բառերով են ասում։ Մեղմելու մասին է գնում։ Դրանք տարբեր բաներ են։ Պարոն նախագահ, իսկ ընդհանուր առմամբ ընդդիմության շանսերն ինչպես եք գնահատում, եթե բացահայտ այսպես աջակցություն կա դրսից հայտարարությունների տեսքով եւ օրինակ բացահայտվեց նաեւ նամակագրություն հիբրիդային գործակալների դեմ համատեղ պայքարի մտադրության մասին, անգամ արագարձագանքման խմբեր Հայաստան ուղարկելու առումով։ Ես հիմա եկեք շանսերի մասին չխոսեմ, բայց ասեմ հետեւյալը. դուք չեք կարող մի փաստ բերել Հայաստանի, նորանկախ Հայաստանի պատմության մեջ մի դեպք, գոնե մի դեպք, երբ որ ազդեցիկ շրջանակներից, այսպես ասեմ, ոչ ներարտակին շրջանակներից, որևէ մեկը ուղիղ տեխնացուներից կամ քաղաքական ուժերից մեկին սատարում հայտարարել։ Չի եղել այդպիսի բան։ Ես չեմ ասում իրենց ենթակա հկներով կամ դեպի իրենց կողմնորոշում ունեցող քաղաքական ուժերով կամ փորձագետների մասին չի խոսքը։ Խոսքը պաշտոնատար անձանց մասին է։ Իսկ այս անգամ մենք արդեն չգիտեմ էլ որտեղ է մնացել, որ այնտեղից լա իրենց կարծիքը Հայաստանի ընտրությունների մասին, հաղթողի մասին, իրենց ցանկությունը չեն արտահայտել։ Միգուցե էլի կարող լինի։ Պարոն Սարգսյան, մի քանի օր է համանցացում ակտիվ քննարկում է կենսաթոշակների բարձրացման հարցը, նաև կառավարության միջամտության վիոլաջուրը չի կտրելու ժողովրդի ջուրը, սա արդյոք դուք դիտարկում եք լեգիտիմ ընտրակաշարքի շրջանակներում։ Ժամանակ 16000 էր թոշակը նաև դրան անդրադառնում։ Եկեք վերջից սկսենք, հա, որ թոշակի մասին էին իրանք խոսում։ Նվազագույն թոշակի մասին, որ 16000-ը, հիմա 46000-ը։ Դուք իրենց ներկայացուցիչն եք։ Չէ, ես փոխանցում եմ ինչ են ասում։ Իրանք այդպես չեն ասում։ Հենց ամբողջ խնդիրը նրանում է, որ այդ մարդիկ չեն տարբերակում, ինչ է նվազագույն թոշակ, ինչ է միկին կենսաթոշակ, որովհետև դրանք տարբեր հանգամանքներ են։ Ես վստահ եմ, որ շատ-շատերը իրենցից ովքեր խոսում են նվազագույն թոշակի մասին, իրենք չգիտեն, այս երկրում քանի ովքեր են այդ նվազագույն թոշակը ստանում եւ ովքեր են այդ նվազագույն թոշակը ստանում։ Եվ խնդիրը, ամենակարևոր խնդիրը միջին կենսաթոշակի մասին է խոսքը։ Եվ ես ինչպես մնացած բոլոր հայտարարությունները, այս հայտարարությունում էլ եմ տեսնում ժուլիկություն։
կտեսնեք, թե բոլոր թոշակառուները արդյոք 10,000 դրամով ավել կստանան իրենց թոշակները, իհարկե ոչ, հարցը մինչև ասելը չի, հարցը այն է, որ դա միջին կենսաթոշակի չափերի վրա նվազագույն ազդեցություն ունենա, նվազագույն, կտեսնենք, թե ինչքան է, մենք, այո, մեր ժամանակը գնա 16,000, բայց իրենք իրենց նեղություն տան, մի 15-20 տարի առաջ գնան մեր ժամանակից, տեսնեն մեր ժամանակ ինչքան ա եղել, Ինչքան եղել, դա էլ դուք հրավարակեք։ Ես որ իրանց համար բան չեմ, վիճվարկություն չեմ, թող իրանք նայեն, տեսնեն իրանց երկու անգամ բարձրացրածն է շատ, թե մեր միջև 16,000 Իմ հարցը հասցրածը։ ընտրություններից առաջ այս քայլերի գնալու մասին։ Անդրադառնալ հիմա ձեր հարցին, էլ ինչու եք նեղություն քաշում երկրորդ անգամ տենց բանանը։ Գիտեք, ընտրությունները արդեն կեղծվել են։ Ես դա որպես ընտրակաշարք որակելը զուտ կարող է քաղաքական ինչ-որ հայտարարություն լինել, որովհետև, ինչ ասեմ, հլա ընտրապայքարը հլա չի սկսել, բայց որ ընտրությունները շատ վաղուց արդեն կեղծվում են, դա փաստ է եւ որևէ մեկը չի կարող շղթել։ Եթե մարդիկ ձերբակալվում են, եթե, ինչ ասեմ, պետական միջոցները ծախսվում են ոչ այնպես, ինչպես կծախսեին ոչ ընտրական տարում եւ այլն, այդ բոլորը խախտումներ են։ Այսինքն, եթե մի քաղաքական ուժից շատ ներկայանալի մարդու ձերբակալում են, դա խախտում չի։ Վաղ կեղծումը ինչպես ալնում, կեղծելը հենց այդպես էլ լինում է, էլի։ Վաղուց, շատ վաղուց մեր երկրում յաշիկ լսներ չկա, շատ վաղուց։ Չկա, որովհետև էլեկտրոնային համակարգը ներդրվել է շատ վաղուց։ Եվ ոչ թե հիմա, էլի։ Տարբեր է, կեղծելը տարբեր է։